Սահմանափակ գրեթե ամենօրյա ռեժիմով իրադարձող մարմինները ենթադրյալ ընտրակաշառքների մասին տեղեկություններ են հրապարակում, բացահայտումներ անում, ինչը կարելի է ենթադրել, որ մասշտաբների առումով բավական մեծ գործընթաց է գործում։ Ինձ հետաքրքրում է մեր իրավապահ համակարգը արդյոք ունի այն պոտենցիալը, այն ներուժը, որ կարողանա յուրաքանչյուր նման դեպքի հետևից գնալ, թե այնուամենայնիվ մեր արևմտյան գործընկերների օժանդակությունը այդ կարողությունները ուժեղացնելու հարցում մենք տեսնում ենք։ Դե գիտեք ինչ, բոլոր առումներով էլ միշտ էլ ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում մեր օրակարգն է, եւ երևի թե աշխարհում այդպես իրավապահ մարմին չկա, որը ասի ես արդեն այն կետի եմ հասել, որ զարգացման անհրաժեշտություն չունեմ, առավել եւս մեր իրավապահ համակարգը, բայց ես հիմա այսօր նայելով, հետայած գնահատելով, մենք պետք է արձանագրենք, որ հակակոռուպցիոն կոմիտեն, որ հատկապես այն ժամանակ է մենք ստեղծել ենք մասնագիտացած այդ թվում ընտրակաշառքների խնդիրը լուծելու համար, շատ լավ աշխատանք է անում եւ շատ ուրախ եմ ես դրա համար։ Բայց մյուս կողմից չի նշանակում, որ մեր իրավապահները հասել են կատարելության։ Ցավոք մենք չենք կարող, մենք ասել այդպես բան եւ գիտեք իրականում կատարելության երբեք էլ չեն հասնել, միշտ էլ զարգանալու տեղ կա, բայց իհարկե երևույթները մտահոգիչ չեն եւ մենք պետք է լրջորեն պայքարենք ընտրակաշառքների դեմ, որ ակնհայտ է որ պետք է պայքարենք, բայց նաեւ այսօր ես ուզում եմ ելույթներից մեկում ասել, թե չստացվեց իմ թույլ տվեք համոզմունքը նաև արտահայտել, որ ընտրակաշառքով իմ կարծիքով այլևս Հայաստանում հնարավոր չի հարց լուծել։ Հա հնարավոր է մի քանի ձայն փախցնել, բայց տեսնելով մարդկանց տրամադրությունը, մարդկանց քաղաքացիական գիտակցությունը, մարդկանց քաղաքացիական ինքնազգացողությունը, իմ կարծիքն է, որ ընտրակաշառքով քաղաքական հարցեր այլևս հնարավոր չի լուծել Հայաստանում, բայց ինչ խոսք կարողությունները պետք է անընդհատ եւ շարունակաբար զարգանան։ Այս փուլում ներողությունները այս փուլում արևմտյան գործընկերների հետ մենք ակտիվ կոնկրետ այդ մասով ես ինչքան գիտեմ, տենց կոնկրետ այդ իրավական գործընթացների մասով համագործակցություն չկա։ Ընդհանուր առմամբ մեր դատաերևական համակարգի բարեփոխումների շրջանակում միշտ համագործակցությունը որ եղել է, դա է, ինչքան ես տեղեկացված եմ, որովհետև գուցե ինչ-որ բան, բայց կոնկրետ գործերի հետաքննության հետ կապված չեմ կարծում, թե մենք որևէ համագործակցություն ունենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար